Ապրիլի 9-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց սրբազան պայքարի գործով նախնական դատալսումների փուլը։ Դատավարության հաջորդ հիմնական փուլում դատարանը կանցնի գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմանը։ Սակայն պաշտպանական կողմն ու պայքարի անդամները արդեն իսկ սկզբունքային առարկություններ ու անհամաձայնություններ ունեն ապացույցների թույլատրելիության հետ կապված։ Խնդիրն այն է, որ գործում առկա ապացույցները ոչ միայն անհատականացված չեն, ինչը թույլ չի տալիս պարզել, թե որ ապացույցը կոնկրետ ում է վերաբերում, այլև գործում ներառված ձայնագրություններն ու այլ նյութերը մինչև օրս փորձաքննության չեն ենթարկվել։ Նիստի ընթացքում Բագրատ Սրբազանը, դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին, արտահայտեց իր դժգոհությունը, նշելով, որ դատարանը չի քննում այն հանգամանքը, որ ներկայացված նյութերը այստեղից այնտեղից վերցված սարքված ձայնագրություններ են, այլ քննում են իբրև խոսակցություն։ Սրբազանի դիտարկմամբ սա առանցքային նշանակություն ունի այս գործի համար։ Եթե փորձաքննություն մարդը խոստացել է, որ փորձաքննություն պիտի անի, չէ՞։ Պարոն Սարգսյանի, Արթուր Սարգսյանի այդ անձեռնմխելությունը զրկելու ժամանակներ։ Խոստացել է փորձաքննություն, գնացել են հմեկով հայտարարել են, որ սրանք մոնտաժված չեն, հստակ են, կտրտված չեն, սա են, նա են։ Շատ լավ ես ասում եմ, շատ լավ, ընդունում եմ։ Բա ուր է դա 9 ամիս հետո, 10 ամիս է լինում արդեն, ուր է այդ փորձաքննությունը։ Ախր ինչպես կարող է, հասկանում եք, սա է ինձ նեղություն տալիս, հավատացեք, ուզում եք 27 տարվա, 100 տարվա հոդված թող լինի։ Չի կարող երկրի բարձրագույն պաշտոնյա մարդկանց կյանքով զբաղվող այդպիսի հայտարարություն անի, ինքը իր խոսքին չհետևի եւ որևէ մեկն էլ չհետապնդի այդ հարցը։ Հանրային մեղադրողներն իրենց հերթին ներկայացրեցին մեղադրական եզրակացության տեքստը, որը գործով անցնող բոլոր 18 անձանց համար նույնն էր ահաբեկչության կազմակերպում եւ իշխանության յուրացման նախապատրաստում։ Պաշտպանական կողմի համար մեղադրանքի նման ձևակերպումը միանգամայն կանխատեսելի սցենար էր։ Մի կողմ թողնենք մեղադրանքի հետ համաձայն չենք, այստեղ ընդհանրապես ահաբեկչության մասին խոսք չկա, ցանկացած տեսակի մեղադրանքի, որտեղ մի խումբ անձինք են մեղադրվում, հստակ պետքա տարանջատված լինի, որ մեկը ինչ գործողություն է կատարել։ Օրինակ, ասենք, ինչ որ մեկը գնացել է սալյուտ գնել, ինչ որ մեկը պլանավորել է Երևանի քարտեզը ձեռք բերել։ Սա ընդհանուր բոլոր անունները գրած է, բոլոր գործողությունները վերագրվում են։ Վերջնական առումով էլ բոլոր այդ գործողությունները ընդհանրապես որևէ կապ չունեն ահաբեկչության հետ։ Մի քանի դատական նիստից հետո դատարանը կուսումնասիրի գործում առկա ապացույցները եւ հանրությանը ավելի պարզ կդառնա, արդյոք գաղտնալսված հեռախոսային խոսակցություններում որևէ հանցակազմ պարունակող տեքստ կա, թե ոչ։ Լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Այդ խոսակցություններ կբացահայտվեն, մենք էլ յուրաքանչյուր նիստին ընթառաջ կամ նիստին անմիջապես հաջորդ պահին կհրապարակենք գրավոր տեսքով այն ապացույցները, որ այստեղ հնչելու են, որովհետև շատ ժամանակ հոգնեցնող է լինում, ձանձրացնող է լինում եւ ուշադրությունից կարող ավելի պի կդարձնենք հանրության սեփականությունը, թե յուրաքանչյուր անձ գնահատի այդ խոսակցության մեջ ինչ անցավոր բան է ինքը տեսնում։ Սրբազան պայքարի գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին ժամը 15:30-ին։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։